Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ղազարյան, դուք 5-րդ անգամ փորձ արեցիք հանդիպել ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, սակայն պարզ դարձավ, որ այս անգամ էլ նա հրաժարվել է ձեզ հետ հանդիպել։ Շարունակում է նույն պատճառաբանությունը մնալով ձեզ։ Ոչ թե ինձ տեղեկացվել եմ ազգային ժողովից զանգեցին, ասացին, որ պարոն Ռուբինյանը հարկ չի համարում ընդունելության արժանացնել միայն ինձ, այսինքն այլ քաղաքացիների հետ հայտարարված ընդունելությունը կայանում է, ինքը փաստորեն ողջ առողջ է, իր հետ ոչինչ չի պատահել, չնայած վերջին հարցազրույցները, բայց ինքը ի վիճակի է ընդունելություն կազմակերպել, բայց ինձ ընդունելության չի արժանացնում, այսինքն պարոն Ռուբինյանը 5-րդ անգամ իրականացնում է նույն հանցագործությունը, որը նկարագրված է Քրեական օրենսգրքի 203 հոդվածում, այն է խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով։ Իդեպ ասեմ, որ նախորդ անգամ ես դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հիմա էլ կդիմեմ, հենց այստեղից ճեպազրույցից հետո, եւ նրանք վարույթ էին նախաձեռնել եւ ազգային ժողովից պարզաբանել էին ՄԻՊ-ի գրասենյակին, որ հատկապես Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը Էդգար Ղազարյանին ընդունելության չեն արժանացնում որպես քաղաքական գործիչ, այսինքն իրենց գրավոր մեկնաբանությամբ հաստատել են խտրականության փաստը պայմանավորված քաղաքական հայացքներով։ Ասեմ դες, որ այս ընդունելությունների հեղինակը իրենք են, սա ես նոր քիչ առաջ փորձեցի ընդունելություն խնդրեմ ազգային ժողովի նախագահին, հիմա էլ հեռախոսը չի պատասխանում, չգիտեմ ինչի, երևի սուպերսակրոն ստեղ կարող է առանձնացել են, հավանաբար, հեսա նորից կփորձենք կապ հաստատել ազգային ժողովի ընդունանի հետ, որպեսզի իրան էլ տեղյակ պահենք այս իրավիճակի մասին, արդեն 4-րդ ամիսն է, ազգային ժողովի փոխնախագահները եւ 5-րդ ամիսը ներեցեք, մենք մայիս ամսից ենք սկսել այս գործընթացը, 5-րդ անգամ արդեն ընդունելության չեն արժանացնում ցուցաբերելու խտրական հիմա մարդը կարող է տեղյակ չի։ Ինչ իրավական պրոցեսներ հաջորդեցին, բացի այդ վարույթը ՄԻՊ-ի, որին արձագանք եղավ ազգային ժողովից հետո, ինչ եղավ, որովհետև գիտեմ, որ մի քանի վարույթներ կարծեք կարճվել են։ Ոչ թե կարճվել են, այլ նախ վարույթներ չեն նախաձեռնել, ես բոլոր գործերով դիմել եմ դատախազություն, վաղնել եմ դիմելու, ուղարկում են Արաբկիրի քննչական բաժին, այնտեղ հրաժարվում են վարույթ նախաձեռնել, ես բողոքարկում եմ եւ այս պայդրությամբ արդեն ունեմ 2 շահած դատ եւ դատարանը պարտավորեցրել է քննչական կոմիտեին նախաձեռնել վարույթ։ Ինչը հետաքրքիր, որ դատարանի պարտավորեցնելուց հետո քննչական կոմիտեն հոկտեմբերի 16-ին նախաձեռնում է վարույթ, 17-ին հայտարարում է վարույթը ավարտելու մասին առանց որևէ վարույթային գործողություն անելու։ Ես ներկայացնում եմ 9 միջնորդություններ այս վարույթի շրջանակներում, որ հարցաքննություններ անեն, նույնիսկ ինձ որպես վկա, որպես ուժող այդ վարույթում չեն, այսինքն վարույթը նախաձեռնել են, ոչ ուժող կա, ոչ վկա կա, ոչ մեղադրյալ կա, ու անմիջապես վարույթը փորձում են կոծկել, փակել։ Խոսքը ընդունելությունների մասին է, բայց դատարանի որոշում կա, իսկ իրենք պարտավոր են այդ վարույթները նախաձեռնել եւ ես հետեւողականորեն շարժվել եմ այդ ուղղությամբ, այսինքն այս պայթյունությամբ ես արդեն մի խմբակցություն եմ ձևավորել ԿՊ-ի ներսում հանցագործների 24 հոգի մեջը ներառված են երևի Ռուբինյանի նշանակի խմբակցության ղեկավարը, որտեղ ինքը չեմպիոնն է ամենաշատ չընդունելու հարցում։ Չէ, իրենք կապած թե ով ինձ ընդունելության չի արժանացրել, ինքն այնտեղ կրկնահանցագործության դեպքեր կան, ընդհանուր ընդունելության չարժանացնելու քանակը շատ է, բայց ասենք Հակոբ Արշակյան 4 հատ, Ռուբինյանը դառավ 5 հատ, այնտեղ էլի պատգամավորներ կան, որ կրկնակի հանցագործություն։ Ես մի խոսքով ԿՊ-ի ներսում արդեն 24 հոգանոց խմբակցություն ունեմ։